Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Հետո Եբրայեցիս 12:11 Ինչ երջանիկ են լինում քրիստոնյաները փորձություններից հետո Չկա ավելի խաղաղ հանգստություն, քան այն, որ հաջորդում է փոթորկին Ով չի հիացել պարզ կա երկնքով անձրևից հետո Հաղթական խնջույքները լավ վարժված մարտիկների համար են Առյուծին սպանելուց հետո ենք մենք մեղր ուտում Դժվարությունների սարը հաղթահարելուց հետո ենք շունչ առնում հանգստության հովտում Մահվան շուքի ձորով անցնելուց և Ապոլյոնի հետ կռվելուց հետո է հայտնվում Արդարության արեգակը բժշկությունն իր թևերին Մաղաքիա 4:2 Մեր վշտերը հետո ծովով անցնող նավերի պես արծաթե հետքեր են թողնում իրենց հետևից Խաղաղություն Քաղցր ու խորը խաղաղություն է հաջորդում այն սարսափելի խռովությանը, որ մի ժամանակ տիրում էր տանջվող մեղավոր հոգիներում Տեսեք ուրեմն, թե որքան երանելի է քրիստոնյայի կարգավիճակը Լավագույն բաները նրան վերջում են տրվում Այնպես որ այս աշխարհում նա վատագույն բաներն է ստանում Սակայն նույնիսկ նրա վատագույն բաները հետո լավի են վերածվում Քանզի ծանր հերքն ուրախալի բերք է տալիս Ավելին Հիմա էլ նա հարստանում է իր կորուստներով, աճում իր անկումներով, ապրում մեռնելով և լիանում ունայնանալով Ուրեմն եթե նրա ծանր տառապանքներն այսպիսի խաղաղարար պտուղ են տալիս այս կյանքում, ապա ինչպիսին կլինի կատարյալ ուրախության բերքահավաքը հետո երկնքում Եթե նրա խավար գիշերները ցերեկվա լույսի պես պայծառ են, ապա ինչպիսին կլինեն նրա օրերը Եթե նույնիսկ նրա աստղերն ավելի լուսափայլ են, քան արևը, ապա ինչպիսին կլինի նրա արևը Եթե նա կարողանում է երգել բանտի զնդանում, որքան քաղցր կերգի այնտեղ երկնքում Եթե նա կարողանում է փառաբանել Աստծուն կրակի միջից, ապա ինչպես կմեծարի նրան հավիտենական գահի առջև Եթե չարիքն էլ բարիք է նրա համար հիմա, ապա ինչ կլինի Աստծո առատ բարությունը հետո Ահ այդ օրհնյալ հետոն Եվ հիմա ով է որ չի ցանկանա քրիստոնյա լինել Ով է որ չի ցանկանա կրել ներկայի խաչը գալիք պսակը ստանալու համար Սակայն դրա համար համբերություն է պահանջվում Հանգիստն ու հաղթանակն այսօրվա համար չեն Դրանք հետո են գալու Սպասիր ուրեմն ով հոգի Եվ թող համբերությունն իր կատարյալ գործն ունենա Հակոբոս 1:4